Ռոզմարինի օգտակար հատկությունները։ Ռոզմարինը կամ հազրևարդը հաճախ օգտագործվում է միջերկրածովյան խոհանոցում, եւ այն ոչ միայն բարելավում է ուտեստի համը, այլև օգնում է նորմալացնել մարսողությունը։ Մագնեզիումի եւ B վիտամինների առատության շնորհիվ հազրևարդի կանոնավոր օգտագործումը նպաստում է քնի բարելավմանը, դյուրագրգռության նվազեցմանը, ինչպես նաև կենտրոնացման բարձրացմանն ու հիշողության բարելավմանը։ Ապացուցված է, որ բույսում պարունակվող A վիտամինի առատության շնորհիվ ռոզմարինը կարող է դանդաղեցնել տարիքային հիվանդությունների, մասնավորապես աչքի ցանցաթաղանթի դեգեներացիան։ Չորացման ընթացքում խոտաբույսի բուրավետ եւ համային հատկությունները բարելավում են։ Չորացրած հազրևարդը պարունակում է բազմաթիվ ճարպաթթուներ, որոնք բարերար ազդեցություն ունեն սրտի մկանների վրա, կանխում են բազմաթիվ սրտային հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են ստենոկարդիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտի կաթվածը եւ աթերոսկլերոզը։ Ուղեղում արյան շրջանառությունը եւ սրտի աշխատանքը բարելավելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ռոզմարինը հետեւյալ կերպ. 1 թեյի գթալ տերևների վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, 30 րոպե թրմել, ապա քամել։ Ընդունել 1-2 ճաշի գթալ օրը 3 անգամ ուտելուց առաջ։ Չորացրած հազրևարդը, ինչպես թարմը, ունի արյան շրջանառությունը խթանելու ունակություն, այդպիսով պաշտպանելով արյան անոթները վնասվելուց։ Չնայած այս բույսի բոլոր օգտակար հատկություններին, այն ունի մի շարք հակացուցումներ եւ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ, էպիլեպսիան հակացուցում է։ Ռոզմարինը խթանում է ուղեղի ակտիվությունը, ինչը կարող է առաջացնել սրացումներ էպիլեպսիայով տառապողների մոտ։ Հազրևարդն ունի միզամուղ հատկություններ, այդ իսկ պատճառով այն արագացնում է մեզի արտազատումը, խթանելով երիկամների ակտիվ աշխատանքը, ուստի երիկամների հիվանդության եւ արյան ցածր ճնշման դեպքում այն պետք է օգտագործել զգուշությամբ։ Նույնիսկ առողջ մարդիկ չպետք է չափից շատ օգտագործեն ռոզմարին։ Բույսը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ։